Բարելույս սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Քրիստոս հարյավ իմ մերելոց։ Քրիստոս հարյավ իմ մերելոց։ Ամեն, ամեն, նաև գողջունենք մենք բոլոր անոնք, որոնք մեզ գհետևին Facebook-ի եւ YouTube-ի միջոցով նույն սրդի խոսքը ցեզ գուղենք ասելով որ սիրելի քույրեր եւ եղբայրներ Քրիստոս մերելներեն հարություն արավ եւ անոր հարությունը օրհնյալ է մեր բոլորին ամեն Փառք իր սուրբ անվանը հալելույա Փառք իր սուրբ անվանը Երկու օր առաջ գսեինք ուրբաթ է չէ Ուրբաթ է այն իմաստով որ Հիսուսի կյանքի մեջ մեծակույն զոհողության բատկերը գտեսնենք երբ ինքզինքը հանձնեց ոչ մեկը իրեն բարդատրեց ոչ մեկը իր վրա իշխանություն ուներ այն մեկը ընելու բայց ինք հոժարագամ սիրահոժար Քնած ինքզինքը հանձնեց խաչին մահվանը Այն օրը ուրբաթ էր Եվ գիշեք մենք ասինք շուտով գիրագին գուքա Եվ ահա այսօր գիրագի է հարության գիրագին է այսօր Եվ փառք իր սուրբ անվանը Ամեն Ամեն Հալելույա այո այսօր գիրագի է Այսօր հադուկ գիրագի է Չի նման իր այլ գիրագիներուն Այսօր հադուկ գիրագի է Եկեղեցվո բատմության մեջ Երբ խոսեցանք խաչելությունը Փրկության ծրագրին փանալին էր Հարությունը քրիստոնական կյանքին հիմքը եղավ Որտև առանց հարության քրիստոնեություն պիտի չլար Հարությունը քրիստոնեական կյանքի հիմք եղավ եւ փառք իր սուրբ անվանը Գիշեք սիրելներ մենք ուրբաթ օրը խոսեցանք ինչու համար պետք է խաչելություն ալար Ինչու համար պետք է Հիսուս խաչվեր Գարկ մի քեղեցիկ օրինակներ հիշեցին Գիշեք անոսում 1-2 Ինչու համար Հիսուս խաչվեցավ Չեմ լսել եղբայր Քրված պիտի գադարվեր, այո, բայց ինչ փոխեց Հիսուսի խաչելությունը մեր կյանքի մեջ 2 օր առաջ էս այդ կիսվեցա։ Մեր մեղքերուն հարցը լուծեց։ Որ մենք չի գրցանք լուծել։ Մեզ թադաբարդութեն է ազատեց։ Անեցկեն ազատեց մեզի։ Մեզ ցերպազատեց այն անեցկեն, որ եկած էր։ Մեղքի պատճառով մեր նախածնողներն։ Հիսուսի խաչը մեր կյանքի մեջ մեր հիվանդությունները, մեր ցավերը բժշկեց։ Եթե Հիսուսի խաչելությունը պայմանավոր էր, անպայման պետք է որ ըլլար։ Ինչ կվերապերի հարության համար, պետք է որ հարությունը ըլլար։ Պետք է որ Հիսուս հարություն առներ։ Ամեն եւ Հիսուսի հարությունն իմ եւ քու կյանքի մեջ Դարբերակ ստեղծեց։ Մենք չենք ասել միայն Հիսուս հարություն արավ եւ օրհնյալ է հարությունը Քրիստոսի, այն հարությունը նպաստ ունեցավ իմ եւ քու կյանքիդ մեջ։ Մեծ նպաստ ունեցավ իմ եւ քու կյանքիդ մեջ։ Աշակերտներն սկսյալ մինչև 21-րդ դարու ամեն մի աշակերտի, որ Քրիստոսի կհետևի։ Առաջին օրեն սկսյալ Հիսուսի հարությունը պետք էր որ ըլլար։ Հիսուս պետք էր որ հարություն առներ Անպայմանորեն Եվ ես կուզեմ ցեզի այսօրալ մի քանի մտածումներ գիսվիլ որ Հիսուսի հարությունը ինչ նպաստ բերավ Ինչ օգտակար եղավ ինձի Որքան արժեքավոր է Հիսուսի հարությունը իմ կյանքիս մեջ Մենք լոկ միայն փերանացի Զիրար չենք ողջուներ Քրիստոս հարյավ իմ մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Ասկե անտին է Քու եւ իմ կյանքի մեջ մեծ տարբերակ ստեղծեց Փառք իր սուրբ անվանը որտեւ անիկա սկսավ աշակերտներեն
Գիտեք սիրելիներ, գուզեմ ցեզ այդ մի քանի մտածումներ գիսվիլ այս հարության փերած օրտնության մասին։ Փառք է Սուրբ ամանը։ Առաջինը նախ առաջ որ ցեզի միտքերս փոխանցեմ, գարտամ ցեզի 24-րդ գլխուն Ղուգասի ավետարանի առաջին քանի համարները։ Ավետարանս Ղուգասու Luke chapter 24 from verse 1. Hallelujah. Չորս ավետարաններում մեջ ալ հիշատակված է, բայց ես գուզեմ ցեզի հետ գիսվիլ եւ գարտալ Ղուգաս ավետարանի 24-րդ գլխուն առաջին համարեն։ Անուն Հոր եւ Որդվո եւ Օգուին Սրբո ամեն։ Մեկ շաբթի օրը արդու շատ գանուխ գիները քերեզման կացին ու դարին այն խունգերը, որոնք պատրաստեր էին եւ ուրիշ գիներ ալ անոնց հետ։ Ու քարը քերեզմաներ մեկտի քլորված կդան։ Ներս մտնելով դեր Հիսուսին մարմինը չկդան։ Ներս մտնելով դեր Հիսուսին մարմինը չկդան։ Երբ թեր անոնք այս բանին համար դարագուսանքի մեջ էին, ահա երկու մարդիկ լուսապայլ հանթերսներով հասան անոնց։ Երբ վախով լեցված երեսնին թեբի կեդինը ձրեցին, այն մարդիկը ըսին անոնց. Ինչու համար ողջը մերելներուն հետ կփնդրեք, հոս չէ ան հաբահարություն արավ, հոս չէ ան հաբահարություն արավ, միասին գրնան գսել, հոս չէ ան հաբահարություն արավ, մեմ եվս, հոս չէ ան հաբահարություն արավ, հալելույա, հարուցյալ Իսուսին փակն ու բադիվ, ամեն հրամեցեք սիրելներ, փարք իրեն, Հիսուս պետք էր որ հարություն արնել, սիրելի քույրեր եւ եղբայրներ, պետք էր որ հարություն արնել, առաջին, որբեսի վերահաստատեր իր աշակերտները եւ աշակերտներուն հավատքը, գիշեք երբ որ Հիսուս մերավ, աշակերտները, որոնք Հիսուսի հետ մինչև Գեթսեմանի բարձ կացած էին, երբ տեսան Հիսուսը ցերպակալվեցավ եւ զինք ցերպակալելով դալին կանաբեդին բալադը, մեծ մասը գսե վախով լեցված թողուցին, լքեցին Հիսուսը։ Պետրոսը հազիվ հետևեցավ, քիչ հետ աղախիններու վախեն անալ ցկեց եւ գնաց, ուրանալ է հետ, Հիսուսի աշակերտները բոլորը հուսահատեցան։ Երբ տեսան Հիսուսի մահը, բոլորին ունեցած այդ դեսիլքը, երազանքները, թե Հիսուս թագավոր է եւ թագավորած թագավոր է եւ իրենք պիտի դիրեն եւ իշխեն, ամեն իրենց երազանքները ճուրին գավ։ Եվ կգարտանք մենք Հարութենեն հետ կսե Պետրոս եւ իրեն հետ առնելով 6 մնացյալ աշակերտներեն 7 եղան, կացին գսի ետ սկնորսության։ Իրենց կորձին կացին, իրենց առորյային, իրարուսին ամեն ինչ վերջացավ, ամեն ինչ վերջացավ։ Իսուս երբ որ հարություն արավ, քնած եւ իրենց հանդիպեցավ, գիհիշեք, վերնադան մեջ էին, բոլորը վախով լեցված, Հիսուս եկավ եւ իրենց մեջը հայտնվեցավ եւ ասավ խաղաղություն ցեզի։ Խաղաղություն դվա, որովհետեւ գիտեր որ Հիսուս երբ աշակերտները զինք տեսնեին, այդ խաչելության արարքեն իդ կտեպկեն իդ բիդեսեին ով է այս։ Հիսուս եկավ եւ ասավ խաղաղություն ցեզի։ Հանգեցուց անոնց սրդերը։ Բացակայր աշակերտը որ Թոմաս էր երկրորդ անգամ հանդիպեցավ եւ իրեն ասավ որ եկուր եւ դես ես հարություն արի, ես կերեզմանի մեջ չեմ, հարություն արի, իրենց դերահավատությունը վերահաստատեց եւ հավատքի գանչեց։ Եթե ես եւ դու քույրեր եղբայրներ Քրիստոսի հարությունը չբադահեր, նույնպես մեր ալ հավատքը պիտի նահանջեր։ Հիսուս հարություն արավ
Եվ գիտեք 40 օրեր մնաց երկրի վրա։ Ես երբեմն կմտածեմ ինչու համար 40 օր։ Թող մի քանի օր, 3 օր մնար երթար։ Գիտեք ինչու համար 40 օր։ Ինչ կգարձեք։ Գգարտանք Բոս Արաքյալ անոր քախնիկները մեկը գուտա։ Գսե 500 աշակերտի երևեցավ։ 500։ Այն աշակերտները, որ օրինեն կեդևեին, պետք էր, որ Հիսուսը տեսնեին հարություն արած, այո։ Հիսուսի աշակերտներուն քարոզության հիմքը գիտեք ինչ եղավ, թե Հիսուս հարություն արավ, դուք որ զանիգա խաչեցիք, Պետրոսի առաջին քարոզը կորզարակելոցի մեջ, Բենդեգոստենի հետ կսե այն, որ դուք զինք խաչեցիք, Դեր ասված զանիգա հարություն արնել դվավ, հարությունը աշակերտներուն քարոզության հիմքը եղավ, անորմալ պետք էր, որ դեսնեին, պետք է որ լսեին եւ պետք է որ շոշափեին, անիգա իմ եւ քու հավատքդ վերահաստատեց։ Մենք հաստատված ենք մեր հավատքի մեջ, որովհետև մենք կերտանք Հիսուսի, մենք կերտանք Հրեաստան, Երուսաղեմ, գբդդինք Հիսուսի ամեն այն թեփքերուն գդարված տեղերը, ուր Հիսուս եղած էր, բայց երբ կերտաս քերեզման, ուրիշ ինչի նմանիր, գտեսնես, որ քերեզմանը թափուր է, բարապ է, մնացյալ բոլոր մարգարեները, այլ գրոնքի առաջնորդները, գիտեք 1.8 բիլիոն իսլամ գա եւ ամեն տարի ուր գերտան գիտեք Սուդի Արաբիա ինչու համար որպես իրենց մարգարեին քերեզմանին շուրջը դառնան եւ իրենց ուխտը գադարեն մենք չենք երթար դառնալու անոր շուրջը մենք երթան կտեսնենք որ թափուր է քերեզմանը որտեղ անիգա հարություն արավ եւ ասիգա իմ եւ քու սկսյալ աշակերտներեն հավատքի վերանորոգության, հարավատքի վերահաստատման մեծակույն հրաշքն է։ Աշակերտները տեսան, որ հարություն արավ։ Իրենց քիչ առաջվա բոլոր այդ հուսահատությունները վերջ կդավ։ Ասին Հիսուս հարություն արավ։ Փառք իրեն։ Առաջինը անոր համար էր Հիսուս պետք էր որ հարություն առներ երկրորդ նշանը գիտեք ինչու համար է երկրորդ նշանն անհավատներուն համար էր առաջինը ասիցեզի որբեսի վերահաստատե աշակերտներուն հավատքը բայց երկրորդը նշան էր որու այս անգամ անհավատներուն գիշեք երբ որ Հիսուսը թաղեցին փարիսեցիներ եւ տբիրները կացին Հերովտեսին կովսին որ գիտեք այս մոլորեցուցիչը մեզ գսեր որ երրորդ օրը հարություն բիդարնե ուրեմն զինվորներ թիր որբեսի գարենան հսկեն չլաթե քիշերով աշակերտները կան եւ անոր մարմինը կողնան Հերովտես սավտուն դուք զինվորներ ունի կացեք թրեք անոնք եկան թրին 16 զինվոր այդ բզդիկ քերեզմանին դիմացը եւ երբ որ հարությունը եղավ եւ Հիսուս ելավ գարտանք Եվ եթե ցեզի գարտամ իմը Մատթեոս 28-րդ գլխում մեջ նայեցեք սիրելներ Հալելույա նայեցեք զինվորները ինչ եղան Անոնց վիճակը ուր հասավ Հալելույա փառք իր սուրբ անվանը Անոր վախեն բահաբանները խորովեցան ու մերածի պես եղան ասոնք զինվորներն են որոնք կհսկեին Հիսուսի քերեզմանին շուրջը երբ տեսան Հիսուսի հարությունը հրեշտակներուն ներգայությունը եւ այն բոլոր թեփքը որ բադահեցավ գսե զինվորները վախերնեն նորեն գարտամ ցեզ անոր վախեն բահաբանները խորովեցան ու մերածի պես եղան Երևակայեցեք քեդին փրվեցան զինվորեն բահբանելու մերածի պես քեդին փրվեցան իրենց վախեն Եվ գարտանք այս զինվորները կացին եւ քահանաներուն եւ տբիրներուն ասին որ Հիսուս հարություն արավ Փարիսեցիները քահանաները ելան գաշարեցին իրենց ասին որ
Ասեք, որ Հիսուսի աշակերտները քիշերով եկան եւ անոր մարմինը արին։ Իսկ եթե գուսակալը լսեմ, մենք անոր գահաջեցնենք։ Նշան էր։ Գիշեք ուրբաթ օրը, երբ որ խաչին վրան էր Հիսուս, իր թիմացը գտնվող այդ փարիսեցիները եւ աթեբիրները գիտեք ինչ կսեին իրեն։ Իրեն մարդահարավեր գարտացին։ Ասին եթե թուն Աստծո որդին ես, խաչեն իջիր, որ քեզի հավատանք։ Հիսուս գիտեր, որ խաչեն իջնել կարելի չէր, որտեղ խաչեն իջնել կնշանակեր փրկության ծրագիրը գավարդեր։ Գծախողեր։ Բայց հարութենեն հետ պետք էր որպես նշան այդ անհավատներուն։ Այսօր սիրելիներ բատմությունը գսե բոլոր բատմիչները առաջին թարու բատմիչները բոլորը գվգայեն Հիսուս Քրիստոսի խաչելությունը 1.8 բիլիոն ժողովուրդ այսօր իսլամները գսեն որ Հիսուս չխաչվեցավ բոլոր ժամանակագից բատմիչները լանոնք հրյա լանոնք հեթանոս լանոնք հռոմացի լանոնք անհավատ բոլորը իրենց բատմական արձանագրություններում մեջ թրած են որ Հիսուս խաչվեցավ եւ հարություն արավ նշան բոլոր անհավատներուն եւ այդ փարիսեցիները եւ թուբիրները գիտցան թե Հիսուս Աստծո որդի էր բայց չհավատացին Պետք էր Հիսուս հարություն առներ այո նշանը լալու անհավատներուն երրորդ կարևոր գաղափարը կամ մտածումը որ գուզեմ ցեզի ասել որ Հիսուս պետք էր հարություն առներ որովհետև որբեսի հաստատե թե իր դված ուսուցումները ճշմարիտ են որբեսի հաստատե թե իր դված ուսուցումները իր մասին մարգարեությունները ըրավ որոնք իր մասին մարգարեություն ըրավ ասելով որ պիտի ցերպակալվի պիտի խաչվի եւ պիտի թաղվի ու երրորդ օրը հարություն պիտի առնե որբեսի աշակերտներուն հաստատե թե այնինչ որ ինք մարգարեացավ եւ ըսավ ճշմարիտ են գարտամ ցեզի Ղուգասու ավետարանի հալելույա 18-րդ գլխում մեջ մենք կհանդիպենք այս մեկը Փառք իր Սուրբ անվանը Ղուգասի 18-րդ գլխում մեջ 31-րդ համարեն 12-ը իրքով առնելով ըսավ անոնց ահա մենք Երուսաղեմ գելենք եւ մարգարեներուն ցերկով որդի մարդու համար բոլոր քրվածները պիտի գադարվին մարգարեներուն բոլոր ըսած խոսքերը մարգարեությունները պիտի գադարվին Վասնզի հեթանոսներուն պիտի մատնվի ու ծաղր պիտի ըլլա եւ պիտի նախատվի ու պիտի թքնեն անոր վրա եւ պիտի ձեծեն ու սպանեն զանիգա բայց երրորդ օրը հարություն պիտի առնե Այնինչ որ Հիսուս աշակերտներուն ուսուցանեց հարությունով ամեն բան ճշտվեցավ Աշակերտները սին այնինչ որ մեզի ուսուցում տվավ մեր վարդապետը ճշմարիտ էր Այնինչ որ ինք խոսեցավ անոնց քրավագանի եղավ հարությունը հաստատեց Հիսուսի բոլոր դված ուսուցումները անոր համար պետք է հարություն առնել Հիսուս Չորրորդ մտածումը որբեսի ըլլա հարությունը որբեսի ըլլա մեր հավատքին քրիստոնեական կյանքի հավատքին հիմքը Այո հիմքը գսեմ, որովհետև հիմա եթե գարտամ ցեզի այն խոսքերը, որոնք Պողոս Արաքյալ գրած է, պիտի տեսնենք, որ առանց հարության մեր հավատքը անիմաստ է, մեր հավատքը բարապ է։ Գուզեմ այս համարները գարտալ ցեզի։ Առաջին Կորինթացիս 15-րդ գլխում մեջ։ Շատ զորավոր խոսքեր են, որոնք Պողոս Արաքյալ սիրելի եղբայրներ եւ քույրեր 15-րդ գլխում 13-րդ համարեն պիտի գարտամ Մի քանի համարներ պիտի գարտամ, շատ կարևոր է նայեցեք, Հիսուս պետք է հարություն առներ, այո։ Ուրեմն, եթե Քրիստոս կքարոզվի, որ մերելներեն հարություն արած է, ինչպես ցեզմե մեկ քանիները գսեն, թե մերելներուն հարություն չկա։ Առաջին տարում եկեղեցի մեջ ոմանք կսեն, որ չէ, մերելներու հարություն չկա։ Գմերնիս կվերջանաս հող գլաս գերտաս։ Այսօր
բիլիոնավոր ժողովուրդ կասանք։ Ոչ կհավատան հավիտենականության, ոչ տրախտի, ամեն ինչ հոս է։ Գզնիս հոս, կմերնիս հոս, կվերջանա։ Ոչնչություն են եկար, թեպի ոչնչություն երտաս։ Եթե մերեններուն հարություն չի գա, ուրեմն Քրիստոսը հարություն առաջ չէ գսե Պողոս Արաքյալ։ Եվ եթե Քրիստոս հարություն առաջ չէ, ուրեմն ծեր քարոզությունը բարապ է ու ծեր հավատքն ալ բարապ։ Այս խոսքը հստակ տողալա քեզի։ Եթե Հիսուսի հարությունը չլար քու հավատքդ, որ գսես ես հավատք ունիմ, ամեն ինչ է բարապ է։ Շարունակեմ։ Եվ մենք ալ Աստծո սուտ վգաները գլանք, որովհետև Աստծո համար վգայություն դվինք, թե ինք մերելներեն հարուցանեց Քրիստոսը։ Եթե մերելները հարություն չեն արներ, ուրեմն զանիգա չէ հարուցած։ Քանզի եթե մերելները հարություն չեն արներ, Քրիստոսը հարություն առաջ չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն առաջ չէ, ծեր հավատքը բարապ է, ու դակավին ծեր մեղքերուն մեջ եք։ Միան բավարար չէ որ հավատնիդ բարապ է, մեղքեր մեղքերուն մեջ ունեք, եթե հարություն չլա։ Նույնպես Քրիստոսով ննչողներն ալ գործված են։ Եթե միայն այս կյանքին համար Քրիստոսին հուսացած ենք, մենք բոլոր մարդոց ավելի խղճալի ենք։ Բայց ճշմարիտ է, թե Քրիստոս մերելներեն հարություն արած է, ննչեցյալներուն առաջին բդուղը։ Ամեն, հալելույա։ Քրիստոնական կյանքի հավատքի հիմքը հաստատող երևույթը թեփքը հարություն եղավ։ Հարությունն է, որ Հիսուսը մնացյալ բոլոր ուսուցիչներեն, վարդապետներեն, մարգարեներեն եւ գրոնքի առաջնորդներեն դարբեր եղավ։ Բոլորը մերան թաղվեցան, մինչև այսօր իրենց քերեզմանները կա։ Հիսուս հարություն արավ եւ մեր հավատքը հարուցյալ Հիսուսին մեջն է։ Երբ կսես տուն, որ Հիսուս մեր մեջ ներկա է, երբ Հիսուս ինքը սա ուր 2-3 հոգի հավաքվին, ես անոնց մեջ ներկա եմ, ինչպես կնա ներկա լալ, երբ ինք քերեզմանի մեջն է։ Հարություն արավ, եւ հիմա մեր մեջն է։ Մեր պաշտամունքի մեջն է։ Նոր կյանքի եկեղեցվո այս արավոտյան, հարության դոնին պաշտամունքի մեջն է։ Ամեն։ Հարության զորությունովը Եվ մեր հավատքը հաստատված է իր վրա, որովհետև հարուցյալ Հիսուսը ինքն է։ Փառք իր սուրբ անվանը։ Հիսուս պետք էր որ հարություն առներ, որովհետև իմ եւ քու հավատքդ հիմնվեր այս ճշմարիտ թեփքին վրա, Քրիստոս Հիսուսով իրականացված թեփքին վրա, հարության թեփքին վրա։ Եվ հինգերորդ Հիսուս պետք է որ հարություն առնել, որովհետև մեզի հաղթություն դար մահվան եւ քերեզմանին վախին վրա։ Նորենս եմ, Հիսուս պետք էր որ հարություն առներ, որբեսի մեզի հաղթություն դար մահվան եւ քերեզմանին վախին վրա։ Աշխարհի մեջ մարդկության ամեն մի մարդու մեծակույն վախը մահն է։ Ինչ ալ ասես իրեն Բիդիկայը վերջավորության բիցե մահը մեծակույն վախն է, չեմ ուզեր մերնիլ, որ չաբալ դարիքը մեզնա, որ չաբալ անարողջը լա չուզեր մերնիլ, մարդ չուզեր մերնիլ, մեծակույն վախը, երբ որ Հիսուս հարություն արավ, սիրելն է նայեցեք Պողոս Արաքյալ ինչ կսե, գուզեմ այս համարն ալ գարտալ ցեզի, ուրեմն նույն գլխում մեջն է, առաջին գլխում, 15-րդ գլխում, նայեցեք 26-րդ համարի մեջ կսե վերջին թշնամին որ պիտի խափանվի մահն է Հիսուսի հարությամբ նույն գլխում մեջ կսե վերջին թշնամին մարդու թշնամին մահն է այդ մահին այդ թշնամին պիտի խափանվի եւ 55-րդ համարի մեջ այսպես կսե ուր է ով մահ քու խայթոցդ ուր է ով քերեզման քու հաղթությունդ Ուր է ով մահ քու խայթոցդ, ուր է ով քերեզման քու հաղթությունդ, մահվան խայթոցը մեղքն է ու մեղքին ուժը օրենքը, բայց կողություն Աստծո, որ մեզի հաղթություն գուտա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերկով։ Հալելույա։ Քրիստոս Հիսուսի ցերկով հաղթություն ունիս, որովհետև ինքը մեղքին
մահվան եւ քերեզմանին վրա հաղթություն դարավ։ Միակն է որ քերեզման իրեն թաղեցին, բայց ինքն իրեն ելավ հանդերեն։ Հալելույա։ Ինքն իրեն ելավ հանդերեն, փառքի Սուրբ անվանը։ Գիտեք հիմա անոնք որոնք հարության զորությունը իրենց կյանքի մեջ ունին, հարուցյալ Հիսուսի զորությունը իրենց կյանքի մեջ ունին, մահվնե չեն վախնար։ Մահը մեզի վախ չի պատճառել, սպառնալիք չէ, որտեղ գիտենք որ մահը մեզի համար փոխադրություն է։ Գամուրջին վրա են անցնելով հավիտենականության միանալ է, հարուցյալ Հիսուսին հետ ըլլալ է, թագավորության մեջ իրեն հետ ըլլալ է։ Ոչ քերեզմանը մեզ կվախցնե, ոչ ալ մահը։ Ես շատ լսած եմ մարդիկ կուքան, ասա մանավան հուարգավորության արարողության գնային ասպես at 2 մետր քառակուսի դեղին օրմը եսալ, օրմը ինձիալ հոսպիտի տնեն, օրմը եսալ հոսպիտել լամ, վախը իրենց կսկսի գրձելու, տուն և ես ոչ, որտև գիտենք որ մեր մարմինը հոն է մեր հոգին պիտի միանա Աստծո թագավորության Հիսուսի հետ պիտի լանք եւ որը Հիսուս այդ մեր նույնիսկ փդած մարմինները հարություն առնել պիտի դա երբ որ ինքը կա երկրորդ անգամ առաջ մերենները հարություն պիտի առնեն բոլոր անոնք որոնք Քրիստոսով ննչած են հարություն պիտի առնեն պետք չունի Հիսուս որ մարմին հետ մնացել է չէ մնացած իրեն համար ոչ մեկ նյութ է անիգա հարություն պիտի առնենք փառավոր մարմինը այս մարմինին վրա փառավոր մարմինը պիտի հագվենք եւ իրեն հետ պիտի լանք հավիտյանս հավիտենից ամեն հալելույա փառքի Սուրբ անվանը եւ վերջին գեդը արդեն 5-րդ գեդին հետ միացուցի այնքան որ excited եմ հալելույա Հիսուս Քրիստոսի հարությունը գիտեք մեզի համար ինչ օրհնություն է օրհնությունը այս է որ մենք ալ հարություն պիտի առնենք եւ իրեն բես պիտի լանք հալելույա քրավական գնիքն է որ մենք ալ հարություն պիտի առնենք իրեն նման հալելույա մենք չենք սահմանված այդ քերեզմանի մեջ մնալու մենք գանչված ենք Հիսուսի հետ լալու հավիտյանս որովհետև տեսանք իրեն հարություն արած աշակերտները տեսան շոշափեցին խոսեցան լսեցին հետը նստեցան գերան խմեցին տեսան հարուցյալ Հիսուսը եւ մեզի քրեցին եւ մեզի փոխանցեցին ավետարանի միջոցով գահավատանք որ մենք ալ օրմը Հիսուսի պես հարություն բիդարնենք սա մեծակույն ավետիսն է հարության մեծակույն ավետիսը գանչված ենք սիրելիներ իրեն նման հարություն առնելու եւ իրեն հետ լալու հավիտյանս հավիտեն իր հարությունը գվստահեցնե ինձի ինձի քրավական է որ ես ալ իրեն պես հարություն բիդարնեմ որտեւ Հիսուսով Հովանու 11-րդ գլխուն 25-րդ համարին մեջ ես եմ հարությունը ու կյանքը ան որ ինձի հավատա թեև մեռնի պիտի ինչպես կրնաս ապրիլ հարություն գարնես եւ գաբրիս իրեն այդ հավիտյանս հավիտեն անոր համար մենք այսօր դոնագադարության մեջ ենք մենք այսօր գդոնենք Քրիստոսի հարությունը որտեղ Քրիստոսի հարությունը պետք էր որ լար որտեղ աշակերտները եւ եկեղեցին այս հարության զորությունով պիտի շարունակեին իրենց հավատքի կյանքը այս հարության զորությունն է որ մեզ հոսքը մեկտեղ է այս հարության զորությունն է որ քո քրիստոնեական սկզբունքներուդ մեջ քեզ զորություն կդա որ հավատարիմ մնաս չզիջիս անոնց մե գիտես որ օրը հարություն բիդարնես եւ իրեն հետ բիդելաս ամեն Փառք իր Սուրբ անվանը Հիսուս պետք է որ հարություն առներ որբեսի աշակերտներուն հավատքը վերահաստատեր իրենց թերահավատությունը գրգին հավատքի փերավ Հիսուս պետք է որ հարություն առներ որբեսի բոլոր հագարագործները
դեսնեին, լսեին, իմանային, որ Հիսուս հարություն արավ։ Այս վարդապետը, այս ուսուցիչը լոկ մարգարե չէ, հապա Աստծո որդին է։ Հիսուս պետք է որ հարություն առներ, որբեսի իր բոլոր խոսքերը ճշմարիտ լային, հաստատվեին, որ ինք ինչ որ ասավ, կատարվեցավ։ Ըլլա մարգարեները եւ ըլլա ինք բոլորը կատարվեցան։ Բոլորը կատարվեցան։ Հիսուս պետք է որ հարություն առներ, որովհետև հարությունը մեր հավատքին հիմք եղավ։ Մենք հիմա կհավատանք հարուցյալ Հիսուսին։ Ոչ միայն խաչյալ Հիսուսին, ապա նաև կհավատանք հարուցյալ Հիսուսին։ Ուրբաթ մեր պատգամին վերնակիրը խաչյալն էր։ Ինչ կգարձեք այսօր լա։ Հարուցյալը։ Ամեն, փառքլա։ Հարուցյալը այսօր մեր քարոզի նյութը հարուցյալն է։ Հիսուս Քրիստոսը, ամեն, մեր հավատքի հիմքը եւ Հիսուս պետք է որ հարություն առներ, որբեսի մենք այլևս այդ քերեսմանին եւ այդ մահվան վրա սկսենք ծիծաղելու, ասելու որ դու մեր վրա իշխանություն չունիս։ Դու վախ եւ սարսափ չես տար մեզի։ Քեզ մեջ չենք վախնար։ Մենք չենք սահմանված այդ դերը մնալու։ Թե մարդկային բարդականությունը պիտի գալարի, օրմա աչքերնից փակենք, մեզ հոմ պիտի տնենք։ Անորոմար, երբ որ հոս եկանք, մենք դեսանք, որ հոս միջին արևելքին դարբեր է։ Մարդիկ գանխավ իրենց քերեզմանի հողը կքննեն։ Թեր երդասարդ է, 20, 30, 40 տարեկան տերևս քերեզմանին հողը կքննե։ Անիկա պիտի ըլլա, անիկա պետք է որ ըլլա, մենք հոմ պիտի թրվենք, բայց անիկա միայն մարմինն է, հոգին, շունչը դերոջ արջե պիտել է։ Եվ երբ որ Հիսուս կա, այդ մարմինը հարություն պիտի առնե։ Հալելույա։ Հրաշալի է քրիստոնեությունը։ Քրիստոսի բերած վարդապետությունը նմանը չի գա այլ գրոնքներում մեջ։ Ամենը կտեսնես մարդկային, մարդով հնարված շինված խոսքեր, խոստումներ։ Քրիստոսինը հավիտենական է, Քրիստոսինը երկնային է, Քրիստոսինը երկնքեն է, ամեն խոսք եւ խոստում։ Եթե ինք երկինք գնաց, ասավ ցեզիալ հետս պիտի դանեմ։ Եվ եթե Հիսուս հարություն արավ, ուրեմն ոչ թե միայն քերեզմանին եւ մահեն չեմ վախնար, գիտեմ որ ես ալ իրեն պես վիդլամ։ Հարությունը եւ հարուցյալը մեր մեջն է եւ ասիկա մեր մեծակույն ուրախությունն է։ Եկեք մեկ հատ հարուցյալին շնորհակալություն հայտնենք իր այս քեղեցիկ այս հիանալի արարքին համար, որ մեզի համար արավ, մեր elներեն հարություն արավ եւ մեզի հույս եւ հավատ տվավ։ Եկեք զորավոր ողջունենք իրեն։ Ամեն, ամեն, ամեն։ Եթե Հիսուս հարություն չառներ, նոր կյանքը քոյ չէր լար, ասեմ ցեզի։ Այսօր եկեղեցիները բոլորը քոյ չէին լար։ Հիսուսի հարությունը ամեն պատմությունը փոխեց։ Փառքլա։ Անոնամար փառք իր սուրբ անվանը, շնորհակալ ենք ով դեր, շնորհակալ ենք ով մեր Աստվածը, որ քու հարությունդ մեզի հույս եւ հավատ տվավ։ Եվ մենք կհավատանք, որ ով դեր հարության զորությունով մեր մեջ ներկա ես։ Եվ մենք այսօր դեր ողջ փառքն ու բադիվը քեզի կմատուցենք, արժանի ես ով դեր։ Փառքը լա քեզի։ Ամեն։ Ամեն սիրելներ։ Հալելույա, դերը ցեզ շատ օրհնե, շնորհքը ձեր բոլորին հետ։ Ամեն։